Ռեզերֆորդը ծնվել է օգոստոսի 30-ին 1871 թվականին։ Ռեզերֆորդը նորզելանդիական ծագման բրիտանացի ֆիզիկոս է, հայտնի է որպես միջուկային ֆիզիկայի հայր։ 1908 թվականի քիմիայի Նոբելյան մրցանակակիր է, իսկ 1911 թվականին ալֆա-մասնիկների ցրման իր հայտնի փորձով ապացուցում է ատոմներում դրական լիցքավորված միջուկի և դրա շուրջը բացասական լիցքավորված էլեկտրոնների գոյությունը։ Փորձի արդյունքի հիման վրա ստեղծվել է ատոմի մոդելի մոլեկուլային կառուցվածքը։ Իսկ 1908 թվականին Ռեզերֆորդն արժանանում է քիմիայի Նոբելյան մրցանակի, ռադիոակտիվ նյութերի տարրերի քայքայման քիմիայի բնագավառում իր կատարած հետազոտությունների համար։ Մեծ գիտնականի կյանքում կարևոր և ուրախալի դերակատարություն էր 1903 թվականին Լոնդոնի թագավորական ընկերության անդամ դառնալու իր ընտրությունը, իսկ 1925 թվականից մինչև 1930 թվական նա զբաղեցնում էր դրա նախագահի պաշտոնը։ 1931-ից 1933 թվականներին Ռեզերֆորդը ֆիզիկայի ինստիտուտի նախագահն էր, իսկ 1914 թվականին Ռեզերֆորդն արժանանում է ազնվականի կոչման և դառնում Սըր Էռնեստ։ Փետրվարի 12-ին Բուքինգհեմյան պալատում թագավորը նրան ասպետի կոչում է շնորհում, իսկ 1931 թվականին հաստատված իր հերալդիկ զինանշանին Անգլիայի պեր բարոն Ռեզերֆորդ Նելսոնը, այդպես էին անվանում մեծամարմին ֆիզիկոսին, ազնվական կոչում շնորհելուց հետո, ներկայացրել էր Նոր Զելանդիայի խորհրդանիշ կիվի թռչունին։ Զինանշանին պատկերված էր կորի արսենացույցը, որը բնութագրում էր ռադիոակտիվ ատոմների քանակի նվազման մոնոտոն գործընթացը։ Էռնեստ Ռեզերֆորդը մահացել է 1937 թվականի հոկտեմբերի 19-ին ուղեկցված ճողպվածքից անսպասելի հիվանդության պատճառով։ Արված անհետաձգելի վիրահատությունից 4 օր անց, 66 տարեկան հասակում։ Չնայած իր ծնողները ապրել են մինչև 90 տարի, նա թաղված է Ուեսթմինիսթրյան աբբայությունում Նյուտոնի, Դարվինի և Ֆարադեի գերեզմաների կողքին։